Ողջույն բոլորիդ, ձեզ հետ է Պետրոս բացահայտումը, իսկ դուք գիտեիք, որ Տիտանիկում եղել են հայեր, որոնք ուզեցել էին փախչեին թուրքական հալածանքներից։ Դե ինչ, մենք այսօր կտեսնենք, նրանց հաջողվել է Տիտանիկի խորտակումից փախչել, թե ոչ։ Դե ինչ, սկսեցինք։ 1912 թվականին արդեն սկսվել էին նշմարվել սպասվող հայոց ցեղասպանության հետքերը։ Ուստի շատերը հասկանալով այդ ամենը, առաջին այլ հնարավորությունների դեպքում գնում էին ուրիշ երկրներ։ Ահա այսպես 7 տարբեր հայեր, նպատակ ունենալով մեկնեն հաստատվեն Ամերիկայում, դարձան լեգենդար Տիտանիկի ուղևորները։ Նրանք բոլորը նավի վրա էին բարձրացել ֆրանսիական Շերբուրգ նավահանգստից։ Ցավոք գրեթե ոչ ոքի լուսանկարները չեն պահպանվել։ Ու չնայած նրանց մասին տեղեկություններն այնքան էլ շատ չեն, սակայն դրանք պաշտոնապես հայտարարված տվյալներ են։ Առաջին հայը Մամփրիե Տեր-Զաքարյանն էր։ Մամփրիե անունը Մկրտիչ անունի ձևափոխված տարբերակն է։ Նրա տոմսը 3-րդ դասի տոմսերից էր։ Երկրորդ հայը Օրթին Զաքարյանն էր։ Օրթի անունը Հարություն անվան ձևափոխված տարբերակն է։ Սովորական բանվոր էր։ Տիտանիկում հայտնվելու պահին 27 տարեկան էր։ Երրորդ հայը Արսեն Սիրայանյանն էր, հողագործ էր, Տիտանիկում հայտնվելու ժամանակ 22 տարեկան էր։ Չորրորդ հայը Դավիթ Վարդանյանն էր, նա հերզրումից էր, սովորական բանվոր էր, Տիտանիկում հայտնվելու ժամանակ 22 տարեկան էր։ Հինգերորդ հայը Նշան Գրիգորյանն էր, ևս Տիտանիկում եղած հայերից ամենահայտնին, քանի որ պահպանվել է միայն նրա լուսանկարը։ 25-ամյա այս երիտասարդը Մամփրիե Տեր-Զաքարյանի, Օրթին Զաքարյանի, Արսեն Սիրայանյանի և Դավիթ Վարդանյանի ընկերն էր։ Նրանք բոլորը որոշում էին կայացրել հեռանալ երկրից, հասնեն Ամերիկա և հաստատվեն Կանադայում։ Ահա այս նկարում Նշանը ամենացախ կողմի կանգնած երիտասարդն է։ Վեցերորդ հայը Սարգիս Մարտիրոսյանն էր, գյուղատնտեսական աշխատող էր։ Սարգիսը ծնունդով Բեյքութից էր։ Նա ֆրանսիական Լեոն քաղաքում ուներ հնամաշ շորերի մի փոքրիկ խանութ։ Տիտանիկում հայտնվելու պահին Սարգիսը 25 տարեկան էր։ Իսկ 7-րդ հայը կին էր, Աննա Ամալիա անունով։ Ծնունդով նա Ֆինլանդիայից էր։ Եվրոպայից Ամերիկա էր գնում ամուսնու խորհրդով։ Տիտանիկի հետ եղած աղետից հետո հայերից մնացել էին միայն 3-ը։ Նրանք էին Դավիթ Վարդանյանը, Նշան Գրիգորյանը և Աննա Ամալյան։ Մյուս 4-ից ընդամենը մնացել էր Մամփրիե Տեր-Զաքարյանի մարմինը, իսկ Օրթին Զաքարյանի, Արսեն Սիրայանյանի և Սարգիս Մարտիրոսյանի մարմինը չեն գտնվել։ Դե ինչ այսքանն էր, հուսով եմ ձեզ շատ հետաքրքրեց։ Կբաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք իմ ամենալավ վիդեոները։ Դե ինչ, կհանդիպենք կիրակի օրը։ Ցտեսություն։